Վելբիտի լեռների ստվերում, այնտեղ, որտեղ երբեմնի մանկական ծիծաղը խեղդվում էր հրազենի արձագանքի մեջ, մի շիկահեր տղա, աչքերով նման Ադրիատիկին, երազում էր ֆուտբոլի մասին։ Նրա խաղադաշտը հյուրանոցի ավտոկայանատեղին էր, լեցուն փլատակներով։ Նրա գնդակը կարված էր լաթերից ու հույսից։ Այսպես է սկսվել Լուկա Մոդրիչի պատմությունը։ Ոչ թե Մադրիդի կամ Լոնդոնի կանաչ դաշտերից, այլ պատերազմի մոխրացած հողից։ 1985-ին ծնված Լուկայի մանկությունն անցավ Խորվաթիայի անկախության համար մղվող պատերազմի վայրագության մեջ։ 6 տարեկանում նա տեսավ, թե ինչպես իր պապը, իր անվանակիցն ու հերոսը սպանվեց սերբական ուժերի կողմից։ Մոդրիչների ընտանիքը Զադարում պատսպարվել էր մի փոքրիկ հյուրանոցային սենյակում, որը ժամանակավորապես վերածվել էր ապաստարանի։ Պատերը դղրդում էին ռումբերի պայթյուններից, սակայն փոքրիկ Լուկան մխիթարություն էր գտնում ֆուտբոլում։ Ինքնաշեն գնդակով նա ապարում էր փլատակների մեջ, կոտրված բետոնը վերածելով ֆուտբոլային մարզադաշտերի։ Դժբախտ երեխաները խաղում էին մինչև մութն ընկնելը, բայց Լուկան ուրիշ էր։ Նա խաղում էր, ասես ինչ-որ բան ուներ ապացուցելու։ Պատերազմին, կյանքին։ Մերժումը նրան շարունակում էր հետապնդել, ինչպես ստվերը։ Սկաուտները Լուկի տային չափազանց թույլ էին համարում պրոֆեսիոնալ ֆուտբոլի համար, բայց Մոդրիչի կամքը երկաթի ամրություն ուներ։ Այն թրծվել էր գոյատևման կրակների մեջ։ Ի վերջո, բրոնխիտով տառապող փոքրիկ տաղանդին նկատում են տեղական Զադարի սկաուտները։ Այստեղ ատելությունների հիշողությունների մեջ փխրուն տղան վերածվում է պողպատե մարդու։ Հաջորդ կանգառը Զագրեբի Դինամոն էր։ Խորվաթական գրանդում նա այլևս այն թույլ խաղացողը չէր, նա մաեստրո էր։ Նրա փոխանցումներն անցնում էին կուրտ պաշտպանական գծերի միջով, ինչպես լույսը կոտրված պատի ճեղքերից։ Շուտով Եվրոպան նկատեց Լուկային։ Տոտենհեմի մասնագետները նրան տարան Անգլիայի Պրեմիեր լիգա, իսկ տարիներ անց Մադրիդը նրան դարձրեց իր ոսկե դարաշրջանի սիրտը։ Բայց Իսպանիայում ամեն ինչ այնքան էլ հարթ չսկսվեց։ Նորեկին դիմավորեցին հեգնանքով, իսկ տարվա ամենավատ տրանսֆեր տիտղոսին Մոդրիչը պատասխանեց լռությամբ։ Մադրիդում փոքրիկ տղան դարձավ հսկա, իր նրբագեղությամբ ու տոկունությամբ վերաիմաստավորելով կիսապաշտպանի կերպարը։ (2018-ին) խախտեց Մեսսիի ու Ռոնալդուի գերիշխանությունը գլխավերևում պահելով ոսկե գնդակը։ Սակայն նրա ամենամեծ հաղթանակը դեռ առջևում էր։ 2018-ի ամռանը Մոդրիչն իր ուսերին կրեց ամբողջ Խորվաթիան, 4 միլիոն բնակիչ ունեցող երկիրը հասցնելով աշխարհի գավաթի եզրափակիչ։ Վիրակապված ու արյունոտ նա հրաշքներ էր գործում խաղադաշտում, սիմֆոնիայի վարպետության դասեր տալով գրանդ հավաքականներին։ Ֆուտբոլը փրկեց ինձ, երբ խաղում էի, պատերազմը կորչում էր։ Հիմա ես խաղում եմ, որ մարդիկ հիշեն, մենք սպիներից ավելին ենք, հետագայում կասի նա։ Այսօր տղան, որը չպայթած ռումբերը շրջանցելով գնդակ էր վարում, արդեն ոգեշնչում է նոր սերնդին։ Զադարի մարզաշխապիկով երեխաները փորձում են կրկնել նրա հայտնի փոխանցումները։ Նրանց ծիծաղը հնչում է նույն Ադրիատիկի ափերին, որտեղից նա սկսել էր որպես պատերազմի փախստական։ Մոդրիչի պատմությունը ֆուտբոլի մասին չէ։ Լուկայի վիպերքը փլատակներից փառքի ճանապարհներ կերտելու մասին է։ Հովիվ տղայի մասին, որն աշխարհին ապացուցեց, որ մեծությունը չափվում է ոչ թե հասակով, այլ սրտով։ Չէ՞ որ երբեմն ամենափոքրիկ աստղերը ամենավառն են փայլում։